Տարբեր դիտանկյուններից ֆոտոսեսիաներ, լայն, սակայն ոչ այնքան անկեղծ ժպիտներ, գրկախառնություններ, փաղաքշական ու ջերմ հպումներ միմյանց։ Ահա այսպես տրվեց Դավոսում Խաղաղության խորհրդի ձևավորման մեկնարկը։ Մեկ ամիս էլ չի անցել, Վաշինգտոնում այդ խորհրդի անդրանիկ նիստն է։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկնել է Վաշինգտոն, կառավարության պաշտոնական էջից ենք տեղեկանում, ոչ այնքան մեծ դելեգացիայով, հատուկ չվերթով։ Այս թռչունով եմ թռնելու Վաշինգտոն։ Պարտադրված աշխատանքային այց թե բարի կամքի դրսևորում, ուղղված աշխարհում խաղաղության օրակարգի ձևավորմանն ու հաստատմանը։ Հետաքրքրական վերլուծություններ ու կարծիքներ վերլուծաբան փորձագետներից։ Փաշինյանը պարտավորված է մասնակցել այդ նիստին, հաշվի առնելով հանգամանքը, թե ինչպիսի ինստիտուցիոնալ հիմքերի վրա է կառուցված այդ խաղաղության խորհուրդը, որտեղ կա մենիշխան նախաձեռնողը՝ Թրամփը։ Գիտենք, թե Դոնալդ Թրամփը ինչքան կբարկանար, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ Իլհամ Ալիևը կամ մեկ ուրիշը հրավիրել էին չմասնակցել։ Հատկապես որ Ալիևը եւ Փաշինյանը Դոնալդ Թրամփի այն նմուշներն են, որոնց ամենատարբեր առիթներով Դոնալդ Թրամփը հղում է կատարում, նրանց է ցուցադրում, թե ինչպիսի մեծ հաջողության է հասել խաղաղության ոլորտում։ Թե անդրանիկ խորհրդի Վաշինգտոնյան նիստն ինչ հունով կընթանա, շատերի համար այնքան էլ կարևոր չէ։ Հայ հանրությունը Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր թեկուզ ոտքի վրա հանդիպումից բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում, հատկապես Մյունխենյան համաժողովի ժամանակ Հայաստանի հասցեին ու իշխանություններին ուղղված Ալիևի հեգնանքով բառամթերքով։ Ըստ փորձագետների, սակայն, ռազմագերիների, պատանների, Հայաստանից օկուպացված տարածքների, Արևմտյան Ադրբեջան կոնցեպտին, արցախցիների իրավունքներին ու խնդիրներին, Հայաստանի սահմանադրության պարտադիր փոփոխությանը վերաբերող ֆունդամենտալ հարցեր թեկուզ եւ շոշափվեն, դրանք այս պահին որևէ լուծում դժվար թե ստանան։ Շատ պարզ պատճառով Ադրբեջանն ունի երկարաժամկետ ակնկալիքներ։ Այս հարցերը այս պահին ես կարծում եմ, որ այսպես փաթեթային լուծում չեն ստանալու։ Ընդհակառակը Ադրբեջանը իմ տպավորությամբ վարում է ռազմավարական սպասման քաղաքականություն, որպեսզի այլ ավելի բարենպաստ իրավիճակներում այլ ռազմավարություն փորձի կիրառել։ Այն կոնֆիգուրացիան, որը ձևավորվել է, այս պահին Ալիևի համար լավագույնն է։ Ալիևը ոչ մի հարցով չի զիջում, ամեն ինչ որ նա ասում է, նա ստանում է, իր հետևը կանգնած է Թուրքիան եւ Արևմուտքը։ Նա երբեք հետ չի կանգնել իր պահանջից, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Դա էլ է լինելու, մեր համանadrություններ են փոխելու։ Ընդհանրապես, ըստ վերլուծաբանների, Թրամփի եւ Նեթանյահուի ստեղծած խաղաղության խորհրդի նպատակը ՄԱԿ կառույցի ձևաչափը շրջանցելն ու փլուզելն է։ Այն երկար կյանք չի ունենալու։ Վերլուծաբանների կանխատեսմամբ Թրամփին հնարավոր է իմպիչմենտ հայտարարեն։ Եթե նա իմպիչմենտի ենթարկվի, 3 տարի հետո նա դուրս է գալիս սպիտակ տնից, նա չի վերընտրվելու այս բոլոր խայտառակ պատերազմները, բոլոր սուտ խոստումները, որ նա տվել է, նա չի վերընտրվելու։ Եվ այս խաղաղության պանելը իր նշանակությունը կկորցնի։ Շատերս իրոք նրանք բնավել ցանկություն չունեն լինելու ԱՄՆ նախագահությամբ ինչ որ մի խորհրդի կազմում, որտեղ անորոշ կառուցվածք ունի, ոչ մի երկիր բնականաբար ցանկություն չունի, ոչ Ռուսաստան, ոչ Չինաստան, ոչ Ֆրանսիա։ Իսկ տարածաշրջանում Հարավային Կովկասում ոչ թե համապարփակ խաղաղությունը, այլ ըստ փորձագետների իշխող մի քանի էլիտաների միջև ձևավորված կոնսենսուս, որի վրա էլ հիմնված է լինելու էպիզոդային խաղաղության գործընթացը։ Որևէ երկրում իշխանության փոփոխություն եւ խաղաղության գործընթացը կդեֆորմացվի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։